Հարգելի հետևորդներ, ABC լուրերը ուղիղ եթերում սկսում է իր աշխատանքը, ես Գառնի Մութաֆյանն եմ, բարի առավոտ։ Վաղ առավոտից իրավապահները խուզարկում են Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տունը, Արման Աբովյանի խոսքով Ծառուկյանի տունը շրջապատված է զինված մարդկանցով։ Ըստ նախնական տեղեկության խուզարկություններ են իրականացվում նաև Օլիմպիադանում, իրավապահները մտել են Գագիկ Ծառուկյանին պատկանող բոլոր օբյեկտներ։ Փաստաբաններին թույլ չեն տալիս մտնել Ծառուկյանի տուն։ Գտնվում եմ Գագիկ Ծառուկյանի տան մոտ, էսպայի դրությամբ տեղի ունենում ինչ-որ խուզարկություն առայժմ պարզ չի, դեպի տան տարածք մտնել չի ստացվում, ինչ-որ ռազմական համազգեստով ավտոմատավորներ են, չգիտենք առայժմ էսպայի դրությամբ ինչ է, բայց գիտենք, որ ըստ էության տունը շրջապատված է և տան ներսը ինչ-որ գործողություններ են կատարում, առայժմ այսքանը։ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշումը, մերժել է ընդդիմության դիմումները, հետևաբար ընտրության արդյունքն անվավեր չեն ճանաչի, նոր ընտրություն էլ չի լինի։ 9-րդ գումարման ազգային ժողովում ներկայացված կլինեն 3 խմբակցություն, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը, որը կստանա 64 մանդատ, Ուժեղ Հայաստան խմբակցությունը, որը կստանա 29 մանդատ և Հայաստան խմբակցությունը 12 մանդատ։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները պնդում են, արձանագրվեց, որ Հայաստանում կան սահմանադրություն և սահմանադրական դատարան, բայց չկան սահմանադրականություն և սահմանադրական արդարացություն։ Սահմանադրական արդարադատության համար առաջնային է իհարկե սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիրներ, որը ցավոք չհաղթահարվեց։ Սահմանադրական դատարանը հենց ինքը հրաժարվեց իր իսկ կազմի լեգիտիմության խնդիրը հաղթահարել։ Այն, որ այս ընտրություններին ընտրախախտումների հետ կապված հանգամանքները անվիճելի էին, կարծում եմ ակնհայտ է։ Այն խնդիրները, որոնք մենք ներկայացրել էին, գնահատողական դատողությունների տիրույթից դուրս էին։ Դրանք ակնհայտ էին, դրանք հայտնի էին, պարզապես դրանք պետք է նաև իրավական կերպով ճիշտ ամրագրվեր։ Եվ դա ամրագրվեց։ Արդյոք դա տվեց այն արդյունքը, որը կլիներ արդարության պահանջի բավարարումը, ոչ։ Սա խոսում է համակարգային խնդիրների մասին, որը մենք ունենք Հայաստանում։ Հնարավոր է այս սահմանադրական դատարանում տևած դատական նիստերը մեր մի քանի այլ նաև հայրենակիցների համար լինեին ինչ-որտեղ ճանաչողական, հնարավոր է։ Դա անհրաժեշտ էր, կարծում եմ այո։ Սահմանադրական դատարանը ուներ հնարավորություն, պատմական հնարավորություն առաջին անգամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, որովհետև ինչպես ես իմ հանրորը 6-րդ տեղած 5-րդ տեղած դատական նիստերի ընթացքում մի քանի անգամ արձանագրել էի, որ այս բողոքարկումը որակապես տարբերվում է մնացած բողոքարկումներից։ Ոչ թե նրա պատճառով, որ մնացած բողոքարկողները վատ էին բողոքարկել, վատ էր բողոքը, բայց այս դեպքում մենք ունենք շատ ունիկալ մի իրավիճակ, երբ ըստ էության մանդատներ ստանալ կամ չստանալու հանգամանքը կախված է եղել բացառապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշմամբ։ Այսինքն եթե այդ որոշումը չէր լինում, ստանում էին մանդատները, այդ որոշումը կար, չէին ստանում մանդատները եւ համապատասխանաբար մանդատները չէին ստանում այնպիսի ցածր տարբերությամբ, որը դատական նիստի ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցը ընդունեց, որ այո, իրանց համակարգը 100%-անոց ճշտությամբ չի կարող վերարտադրել։ Որոշման հրապարակումից հետո Ուժեղ Հայաստան և Հայաստան դաշինքները, Բարգավաճ Հայաստան, Հայ ազգային կոնգրես, ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ այս որոշումը չի լուծում ձևավորվող իշխանության լեգիտիմության հարցը։ Նման պայմանում ու արձանագրված արդյունքով ձևավորված իշխանությունը զուրկ է լեգիտիմությունից, չի սրբագրում ընտրական կեղծիքները ու չի վերացնում զանգվածային ընտրախախտումներն ու չի լուծում երկրում եղած խորքային քաղաքական ու իրավական ճգնաժամը։ Սահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր, ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի միջև անելիքների վերաբերյալ քննարկումները շարունակվում են։ Քննարկումներից բխած հետագա քայլերի, այդ թվում համատեղ հնարավոր ծրագրերի մասին կտեղեկացնենք առաջիկայում։
Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամն էլ հայտարարել է, որ դատարանը տապալել է իր սահմանադրական հիմնական մանդատը։ Իրավունքի գերակայության անկախ երաշխավոր հանդիսանալու փոխարեն բարձրագույն դատական մարմինն ամբողջությամբ լուծարել է իր ինստիտուցիոնալ ամբողջականությունն ու հանրային վստահությունը։ Սահմանադրական դատարանի դատավորության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք չէր տալիս, սակայն այսօրվա որոշումը նշանավորվում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում, երբ դատական գործընթացները գործիքակազմ են դառնում, ընտրական անօրինակություններն ինստիտուցիոնալացնելու համար վտանգում է պետության ամբողջ իրավական համակարգը, քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին։ Ավելի ուշ ուժեղ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ կվերցնի ազգային ժողովի պատգամավորական մանդատները։ Նարեկ Կարապետյանի խոսքով դաշինքը եկել է եզրակացության, որ քաղաքական փոփոխությունների համար անհրաժեշտ է համատեղել փողոցային պայքարը եւ ներկայությունը խորհրդարանում։ Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության։ Իհարկե, դա պետք է լինի մեկ անգամ, մեկ օր եւ վերջնական։ Մենք չենք պատրաստվում մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ չենք տեսնում հնարավորությունը մեծ փոփոխության։ Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց այն ժամանակ, երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության։ Իսկ Հայ ազգային կոնգրեսը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանին ու ազգային ժողովի դիմադիր խմբակցություններին դիմել սահմանադրական դատարան, պահանջելով ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները ճանաչել սահմանադրությանը հակասող եւ անվավեր։ Կուսակցությունը հայտարարել է, որ արտահերթ նստաշրջանով ընդունված փոփոխությունները հակասում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, եւ եթե այս փոփոխությունները սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչի, ապագայում բոլոր հանրաքվեները եւ համապետական ընտրությունները տեղի կունենան հակասահմանադրական իրավական հիմքի վրա։ Համոզված ենք, որ Հայաստանի պետականության սահմանադրական կարգի եւ ժողովրդավարության պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ձևավորել հասարակական քաղաքական դիմադրության լայն ճակատ, որը կկարողանա օրինական եւ սահմանադրական ճանապարհով կասեցնել պետական ինստիտուտների քայքայման գործընթացը։ Հակառակ պարագայում գործող ռեժիմը շարունակելու է իր աղետաբեր քաղաքականությունը, խորացնելով Հայաստանի Հանրապետության ներքին ճգնաժամը եւ թուլացնելով նրա պետական դիմադրողականությունը։ Զուգահեռ ընդդիմադիր պատգամավորները շարունակում են միջազգային հարթակներում իրենց աշխատանքը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը Նիդերլանդների Հաագայում ելույթ է ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում, ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ մարդասիրական հարցերի ընդհանուր հանձնաժողովում։ Պատգամավորն իր ելույթում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը եւ Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացմանը, հայ գերիների վերադարձի եւ նրանց նկատմամբ խոշտանգում ու անմարդկային վերաբերմունքին, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հակասահմանադրական հարձակումներին եւ ԵԱՀԿ տարածաշրջանում մարդու իրավունքների անվտանգության եւ ժողովրդավարության վիճակի վատթարացմանը։ Իսկ Փաշինյանն այսօր կհանդիպի Ռուսաստանի վարչապետ Միխայել Միշուստինի հետ։ Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրանք կմասնակցեն Ինոպրոմ 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Իրանում շարունակվում է սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի վերջին հրաժեշտի արարողությունը։ Թեհրանում շարունակվել են սգո արարողությունները։ 100 հազարավոր իրանցիներ գիշերել են Մեծ Մոսալայում հրապարակում, որտեղ բերել են Խամենեի մարմինը։ Մեր նկարահանող խումբը Թեհրանում է, տեսնենք ինչ է արձանագրել իմ գործընկեր Անիա Բաղյանը։ Թեհրանի Մեծ Մոսալայում աղոթքի գլխավոր սրահում Ալի Խամենեի մարմինն է։ Կեսգիշերն անց է ժամը 4-ը, բայց հրապարակը մարդաշատ է։ Իրանը սգում է հոգևոր առաջնորդի նահատակությունը։ Ավելի քան 30 երկրի ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանել են Իրան մասնակցելու Ալի Խամենեի հուղարկավորության արարողություններին։ Այն Թեհրանում ավարտվելուց հետո շարունակվելու է Ղոմում, իսկ արդեն հուլիսի 9-ին Մաշհադում Ալի Խամենեի մարմինը կհուղարկավորեն նրա ծննդավայրում։ Բարձրաստիճան պաշտոնյաների տեղեկություններով այս արարողություններին մասնակցում է ավելի քան 19-ից 20 միլիոն մարդ։
Իսկ այսօր Թեհրանում նախատեսված է հրաժեշտի ամենամեծ արարողությունը, վաղ առավոտից մեկնարկել է հրաժեշտի երթը։ Լինելու է մասշտաբային նամազ, ինչից հետո Ալի Խամենեի մարմինը տեղափոխելու են Ղոմ քաղաք։ Չնայած հրադադարին Իսրայելի բանակը հարվածել է Լիբանանի հարավին, շարունակելով ռազմական գործողությունները։ Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ ավիահարվածների պատճառով կան զոհեր եւ վիրավորներ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գործողություններն ուղղված են եղել Հեզբոլլահի անդամների եւ ռազմական ենթակառուցվածքների դեմ։ Ըստ Թել Ավիվի թիրախ դարձած անձինք ներգրավված են եղել խմբավորման ռազմական գործունեության վերականգնման փորձերում, ինչը Իսրայելի գնահատմամբ խախտում է գործող հրադադարի պայմանավորվածությունները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իսրայելի կառավարության եւ Վաշինգտոնի վարչակազմի միջև քաղաքական, այդ թվում Իրանի հարցի վերաբերյալ տարաձայնություններ չկան։ Նրա խոսքով ԱՄՆ-ն իրենց անվանել է օրինակելի դաշնակից։ Նեթանյահուն նշել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը ունեն ընդհանուր նպատակներ եւ ցանկանում են, որ Իրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու գաղափարից։ Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այն, ինչ սկսվել էր որպես հատուկ ռազմական գործողություն, այժմ շարունակվում է որպես պատերազմ արևմտյան երկրների ներգրավվածության պատճառով։ Այն շարունակվում է որպես պատերազմ, քանի որ Բեռլինը, Փարիզը, Հաագան, Օսլոն եւ ցավոք Վաշինգտոնը կանգնած են Կիևի կողքին, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով արևմտյան երկրները օգնում են Ուկրաինային արտասահմանյան զենքը ուղղել ռուսական թիրախների վրա, իրենց արբանյակային ենթակառուցվածքների միջոցով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Սիրիա երկկողմ հարաբերությունների ամրապնդման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ու միջազգային հարցերի քննարկման համար։ Սիրիայի պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Մակրոնին կուղեկցի ներդրողների եւ ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակություն, որը կանդրադառնա տնտեսական գործակցության ընդլայնման ջանքերին քաղաքական ներգրավվածության հետ մեկտեղ։ Հայտարարության համաձայն Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Ալ-Շարան եւ Մակրոնը նախատեսում են կլոր սեղան հանդիպում անցկացնել պատվիրակությունների հետ։ Իսկ Վենեսուելայում երկրաշարժի պատճառով զոհերի պաշտոնական թիվը մոտենում է 3000-ի։ Հրապարակված վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 2954-ի, իսկ տուժածներինը 16592-ի։ Եվ վերջում եղանակի մասին։ Կեսօրից հետո շրջանների զգալի մասում, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին վայրերում սպասվում է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-ին, ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-ից 4 աստիճանով։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի ժամը 12-ին, մաղթում եմ արդյունավետ աշխատանքային օր, կհանդիպենք առայժմ։